Անդրադառնալով քրեակատարական պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին, ցանկանում եմ նշել, որ վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտելների թիվն ավել է կալանավորների թվից, այս պայդրությամբ 70-ով, իր հերթին քրեակատարական հիմնարկներում շարունակաբար իրականացրել ենք դատապարտելներին եւ անազատության մեջ գտնվող անձանց պահելու պայմանների բարելավումներ, վերանորոգման աշխատանքներ, նաեւ ըստ էության գրեթե ամբողջությամբ լուծված է քրեակատարական հիմնարկներից դատարան ուղեկցումների հարցը, մենք արդեն իրականացնում ենք 3 հիմնարկի սպասարկումն ամբողջությամբ, մյուս հիմնարկների հետ կապված դեռևս ապավինում ենք մեր գործընկերների օգնությանը, խոսքը ներքին գործերի նախարարության գործընկերների մասին է, եւ ըստ պայմանավորվածության եւ ժամանակագրական գրաֆիկի մենք այդ լիազորությունն ամբողջությամբ կվերցնենք առաջիկա ամիսների ընթացքում։ Մենք նաև այս ուղղությամբ շարունակելով աշխատանքներ ձեռք ենք բերել նոր մեքենաներ, ուղեկցող մեքենաների մասին է խոսքը, այս պահին 4 տրանսպորտային միջոց փոխանցվել է ծառայությանը, մյուս մեքենաների ձեռքբերման գործընթացը գտնվում է ընթացիկ փուլում։ Պրոբացիայի ծառայության աշխատանքի բնականոն ապահովման համար ձեռք են բերվել նոր էլեկտրոնային հսկողության սարքավորումներ 759 թվով եւ 459 էլեկտրոնային հսկողության եւ 300 վարչական հսկողության սարքավորումների մասին է խոսքը։